Ցանկացած հայաստանյան կառույց, որը դերակատարում ունի հասարակության մեջ, եթե կոռուպցիայով չի զբաղվում, անպայման կաշառակերությամբ զբաղվում է ոլորտը։ Մեր աղքատության, մեր տնտեսական խնդիրների մեղավորը բնականաբար մեր երկու հարևան երկրներն են եւ նաեւ աշխարհաքաղաքական որոշակի զարգացումները։ Մեր ազգը սաղ կյանքը եղել է ուրիշի լծի տակ։ Մենք սովորենք, որ մեր գլխին պետքա մեկը լինի։ Պարսիկը, թուրքը, ռուսը, լավ չի ռուսի, ոնց որ ասած իշխանության տակ լինի։ Ուղղակի մեր տեսակը կարող է պատահի, փորձենք դառնալ այս երկրի գլխին։ Խորհրդարանի աշխատանքներին մատերի արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելը անթույլատրելի է։ Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատ։ Հասկանում լքում եք խրամատը, հա, ինչպես հասկանում եք։ Այդ տղա լքողի հետևին ձեռ գտամ։ Համոտ չես անում, գետինը մտես, Պարոն վարչապետ, Տիգրան Սարգսյանի մարդկանցը չի մնացել դեռ կառավարությունում, կադրերի։ Տիգրան Սարգսյանի մարդ։ Դե դուք նոր ասացիք Վարչակ Գաբրելյանը նրա մարդը չի, դրա համար։ Սարգսյանը կարող կին ունենալ, մարդ չի կարող։ Ինչ են ասում, չի մեկը Մոցարտը, Անիկատ։ Իմ պաշտոնը տաքսի ծառայության բիզնես անելու պաշտոն չի։ Թեժ աշուն եւ այլն։ Նո կարող եմ հումորով էլ պատասխանեմ, թեժ աշման համար կան սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել, կարող եմ այդպես ասել։ Ձեր տեսակը, այդ այն մարդն է, որ ասմատոր Սերժի տիրոջ մերն է, Սաշիկինն է, Միշիկինն է, բոլորին է, այս երկրի տերը ես եմ։ Արա Մանուկյան, այն չի քրվում։ Թույքո սովորական տղու, դու կուլտուրական մարդ։ Լեսու շմայսի քրտան ջայնը։ Բատուր ես քրվում արա։ Շնորհակալություն ելույթի համար, ելի ժամանակ ունեմ։ Մարգարի շարունակի։ Ես ուզում եմ մեր վարչության կողմից հպարտությամբ զենք է գրիչի վերածած վարչության կողմից հուշանվեր փոխանցել ձեզ եւ շնորհակալություն հայտնել եւ ասել ապրես որ դու կաս վերջի բոլշևիկ։ Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը, Ազատ Արցախը հայերը հանձնեն Ադրբեջանին։ Հայաստանում եւ Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ։ Գուրողի ծոցը վավերացնեք։